Պարոն Դավթյան, թվում էր, թե հետընտրական շրջանում իշխանությունները կդադարեցնեն ընդդիմադիրների նկատմամբ սկսված այս գործընթացը, բայց դա միայն թվում էր։ Դուք ինչպես կգնահատեք ձեր ուժի ներկայացուցիչների նկատմամբ այս գործողությունները, հատկապես այն իրողության մեջ, երբ Նիկոլ Փաշինյանը ըստ էության կրկին վերընտրվել է։ Մենք նախ պետք է արձանագրենք, որ բոլոր բռնաճնշումների նմանությունը ուղիղ համեմատական է Ադրբեջանում տեղի ունեցող ընդդիմադիրի նկատմամբ բռնաճնշումներին, սա չեմ չափազանցնում։ Երկրորդը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը իրավունքը այլևս ինքնասպան եղած է, նման մոտեցումները մեզ համար սպասելի էին։ Մենք ունենք ընդհանուր մարտավարություն, որտեղ կարող ենք կռահել, թե որ հարվածը որտեղից կարող է լինել, իսկ այսօրվա process-ները խոսում են նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի մարսել, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես ինքը չունի կառավարելի ընդդիմություն։ Իսկ նրա նպատակը իմ կարծիքով դա է։ Հայաստանում ունենալ այնպիսի ընդդիմություն, որպեսզի հեշտությամբ իրականացնի Ադրբեջանի Հանձինես Իլհամ Ալիևի պահանջը սահմանադրական փոփոխությունների մասով մեկ, երկրորդը կարողանա խաղաղության տրամաբանության ներքո այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների գալը կազմակերպի փոքր թվերով սկզբում, եւ երրորդը Հայաստանի Հանրապետության առհասարակ միջազգային արենայում չունենա որևէ քաղաքական կշիռ։ Իսկ սրա հիմնական թիրախային հարվածը ուժեղ ընդդիմության չլինելու հանգամանքն է։ Դուք այսինքն պայմանավորում եք նրանով, որ ադրբեջանական կողմը դեռևս Նիկոլ Փաշինյանի հետ պլաններ ունի, հետընտրական շրջանում, այն են նաև ադրբեջանցիների հետ վերադարձի վերաբնակեցման հարցը, չնայած որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նման բան չի լինելու։ Տեսեք, ուսումնասիրելով ադրբեջանական տեղեկատվական եւ քարոզչական դաշտը կարող է մի բան հաստատ պնդել, այն խորհրդանը, որ պետքա ձևավորվի մի քանի օրից, բնավ ցանկալի չէ Իլհամ Ալիևի համար, որովհետեւ իրանք հասկանում են, որ սահմանադրական մեծամասնություն Նիկոլ Փաշինյանը չունի, սա մեկ։ Երկրորդը, որպես այդպեսին սա կրիզիս է Ադրբեջանի ցանկությունների պահանջների մեջ, որովհետև իրենք ցանկանում են իրենց թելադրանքով Հայաստանի սահմանություն գրել եւ պարտադրել, որը Նիկոլ Փաշինյանը կատարում է։ Եվ հիմա դա չունեն։ Սա առաջի արձանագրում։ Երկրորդը, երբ որ ուսումնասիրում ենք հակահայկական կառույցի արևմտյան Ադրբեջանի տեսլականը որպես այդպեսին, այնտեղ կա հստակ գրված մի կետ։ Հայաստանի հետ վերջնական խաղաղությունը պայմանավորված է միայն լինելու արևմտյան ադրբեջանցիների վերադարձով, եւ դա պետք է ամրագրվի խաղաղության պայմանագրի մեջ, թե դա կլինի հենց կոնտեքստը, որ հրապարակել են, թե կից արձանագրությամբ դա չեմ կարող ասել։ Բայց հաշվի առնելով նաև մյուս հանգամանք, որ Ադրբեջանը մինչ օրս չունի կարմիր գիծ բանակցություններում պահանջների մասով, այսինքն իր մոտ միշտ այդ կարմիր գիծը առաջ է շարժվում, ես կարող եմ նաև պնդել, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Հայաստանի ոչնչացնելն է, որովհետև քո քաղաքական կամ թեկուզ հակառակորդ թշնամի չունի իր վերջնակետը, որտեղ պետք է հասնել, դա ամեն անգամ հեռացվում է, այսինքն իր տարածքի եւ իր պահանջների շահերի մասով, ես կարող եմ պնդել, որ Ադրբեջանի միակ նպատակը Հայաստանի ոչնչացնելն է, թե դա կլինի ուղիղ իմաստով եւ ոչ ուղիղ իմաստով, էականորեն բան չի փոխում։ Վերադառնալով ներքաղաքական օրակարգ, դուք ինչպես եք պատկերացնում ձեր խորհրդարանում գտնվելը եւ այդ խորհրդարանական գործունեությունը այն պարագայում, երբ խորհրդարանի օրինակ փոխխոսնակն է Վահագն Ալեքսանյանը, ով հայտնի է քացի տալով, օրինակ պատգամավորներից մեկին քացի է տվել եւ հիշում եք, նախորդ խորհրդարանի վեճերը, կռիվները, դուք ինչպես եք պատկերացնում։ Ես հարցին հետեւյալ ձև կպատասխանեմ, ԿՊ-ն ինչպես է պատկերացնում ուժեղ Հայաստան դաշինքի հետ աշխատանքները։ Եթե իրենք մտածում են, որ ուժի կիրառմամբ կարող են հասարակական այնպիսի ընկալում ստեղծել, որը բացասական հետևանքներ կբերի, ես շտապ եմ իրենց հիասթափել, որ իրենց էլ անական կարգ սպասում ազգային ժողովում։ Սա լրիվ անկեղծ։ Իհարկե ցավալի է, որ այսօրվա Հայաստանում չունենք այնպիսի ազգային ժողով, որտեղ հնարավոր կլինի կառուցողական եւ մեծ մարկանց նման քննարկումներ տանել, բայց մենք չենք խուսափում, չենք խուսափելու որևէ զարգացումից։ Մենք պատրաստ ենք ամեն զարգացման։